Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այս երեկո ներսում կլինի մի մարդ, ով կարող է կերպարանափոխվել եւ չկորցնել իր դեմքը։ Նա մեր թատրոնի եւ կինոյի բազմերանգ դերասան Սամվել Թոփալյանն է։ Պատրաստվեք հետաքրքիր զրույցի եւ անակնկալների։ Եվ հիմա դիմավորեք մեր հաղորդավարին, ով կարող է գտնել կերպարների բուռն առօրյայում եւ նույնպես չկորցնել իր դեմքը։ Ներսարի, Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի բարեկամներ, ինչպես միշտ ուրախ եմ ձեզ տեսնել մեր Ներսարի գիշերային շոուի արդեն տանպես տաքուկ տաղավարում, որին բոլորս վաղուց անվանում ենք Ներս։ Ու հա, Ներսում միշտ կարելի է գտնել թեմաներ, որոնք քննարկման համար ակտուալ են ու հետաքրքիր։ Այսօր էլ սոցիալական ցանցերում ուղղակի թերթում էին նորությունները ու հասկացա, որ մարդիկ կարող են քննարկել ամեն ինչ, երբեմն շատ անհեթեթ թեմաներ։ Օրինակ քննարկում են, թե ինչու են թատրոնում միշտ լույսերը մարում ներկայացման սկզբում, այ քեզ բան լուրջ, ու գիտեք, կարդացի մի քանի կարծիք ու պարզում է, որ կան մարդիկ, որ մտածում են, որ դա ռոմանտիկ մթնոլորտ ստեղծելու համար է, չեմ հավատում, ես դες գաղտնիք ասեմ, իրականում դա արվում է, որպեսզի ուշացողները չտեսնեն, թե որքան մարդ է արդեն նստած ու իրենց սպասում, եւ խոսելով ուշացողների մասին, լուրջ դուք մտածում եք, որ կարելի է ներկայացումից ուշանել, ասենք 40 րոպե, ուրեմն ես խաղում եմ, օրինակ Երգիպետական թատրոնի բեմում մոնոներկայացում, որն ընդամենը 100 հանդիսատես է ընդունում, ներկայացման ժամը հատուկ հարմարեցված է, որ խցանումները չխանգարեն։ Ես վստահ եմ, որ երեկոյան 8-ին հանգիստ կարելի է հասնել Խանջյան փողոց ու գրավել տեղը։ Ցուրտ օր դժոխքում ներկայացման մասին է խոսքը, ու եթե հանդիսատեսը տեղում չէ, ստիպված է սպասել, այլապես կկորչի ներկայացման ամբողջականությունը եւ հանդիսատեսը հենց խաղի ընթացքում համարյա բեմի վրայով պիտի անցնի, որ նստի։ Իսկ դրամատիկական թատրոնում երկու ներկայացման մեջ եմ զբաղված ու ամեն անգամ նույն պատկերն է։ Եղել են դեպքեր, որ առաջին գործողության կեսն է դեռ մարդիկ գալիս են նույն պատկերը տեխնիկային թատրոնի իմ ներկայացման ընթացքում։ Ժողովուրդ, ես հասկանում եմ, թե ինչ զբաղված եք, ինչ լարված է երթևեկությունը, բայց դուք արդեն տոմսը գնել եք, չէ՞։ Այնպես որ գոնե ժամից 3 րոպե պակաս արդեն նստած պետք է լինեք, որ մենք էլ ստիպված չլինենք ուշ սկսել ներկայացումը եւ չսպասեցնենք այն մարդկանց, ովքեր եկել են թատրոն ժամանակին։ Հավատացեք, յուրաքանչյուր ներկայացում եւ այդ ներկայացման մեջ զբաղված յուրաքանչյուր դերասան մասնագետ ուզում է տալ ձեզ ամբողջական էմոցիա։ Իսկ գործողության մեջ յուրաքանչյուր շարժում, շխկոց, կոնֆետի ճռճռան թուղթ, հեռախոսի ձայն, լույս խախտում է ամբողջականությունը։ Լավ, ավելի լավ է սոցցանցերում հենց այսպիսի թեմաներ քննարկեք ու գտնեք ճիշտ պատասխանները։ Թատրոն հաճախելը առանձնակի մշակույթ է ու ես ուրախ եմ, որ մենք այնուամենայնիվ ունենք այդ մշակույթը։ Իսկ սխալները միշտ կարելի է շտկել։ Այնպես որ սկսում ենք։ Ողջունենք մեր այսօրվա ներկայացման անբաժանելի մասին, մեր նվագախմբին Rutslan and Friends։ Ղեք, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք ու վստահ եմ, որ հրաշալի երեկո ենք անցկացնելու։ Հարութ, առաջարկում եմ մի քիչ թատերական ինչ-որ մի ստեղծագործությունով ինձ ուղեկցեք դեպի բար։ Գնացինք։ Come si farai nel balmo stringo un'idea che non vive che nella sua fantasia vuole se non si accorge che poi non ha più senso a te si viva solo per me solo per me Շնորհակալություն մեր երաժիշտներին եւ եկեք այսօր պատրաստենք հատուկ կոկտեյլ նվիրված մեր հյուրին։ Ուրեմն պահանջվում է 50 մլ վիենդեմ 7 տարվա կոնյակ, 10 մլ ընկույզի մուրաբայի թանձր օշարակ, գազավորված ջուր, կարող է լինել տոնիկ, որ շատ քաղցր չլինի, նարնջի կեղև, մի քանի թերթիկ եւ կիտրոնի հյութ։ Այս ամենը պետք է խառնել իրար, բայց մինչ այդ ես կլցնեմ ուրեմն 100 մգ իմ եւ հյուրիս համար, կխառնեմ միանգամից։ Դուք կարող եք միանալ ինձ տանը, անել այս բոլոր գործողություններն ինձ հետ միասին ու վայելել Ներսարին վիենդեմ կոնյակի հիմքով պատրաստված կոկտեյլով։
Հասանք նարնջի հյութին։ Ինձ շատ հետաքրքիր է այստեղ ընկույզի մուրաբայի օշարակը, որտեղ վստահ եմ, որ ֆանտաստիկ միքս է լինելու։ Այս ընթացքում ես կառաջարկեմ Ռուսլանին, որպեսզի փոքրիկ երաժշտական ուղեկցություն։ Մենք հասանք ընկույզի մուրաբային օշարակին։ Մի քանի կաթիլ վերջում կիտրոնի հյութ և թամենը խառնում ենք իրար հետ, տեսակ ինչքան պարզ ու հեշտ է ամեն ինչ և տան պայմաններում իսկապես շատ հեշտ կարելի է պատրաստել ու վայելել։ Ասում եմ արդեն սկսել է շատ դուր գալ։ Վերջ, կոկտեյլը պատրաստ է և վինինդեմ կոնյակն արդեն վաղուց ներսում անբաժանելի մաս է և ես շատ ուրախ եմ, որ այս հարուստ համը կարողանում է ընդգծել երեկոյի տրամադրությունը։ Այն այնքան ջերմ է, այնքան մտերմացնող, որ նույնիսկ կոկտեյլի մեջ օգտագործվող սառույցը չի կարող խաթարել ամբողջականությունը։ Համը, ինչպես մեր հյուրի խաղը, հարուստ և անակնկալներով լի։ Եվ հիմա մի փոքր դադար, որից հետո կդիմավորենք մեր հյուրին, Սամվել Թոփալյանին։ Մնացեք ներսում։ Մի հեռացեք, քանի որ դադարից հետո մեզ հետ կլինի Սամվել Թոփալյանը, զրույցով իր դերերի, թատրոնի և կյանքի մասին։ Ты же вполне самая лучшая на земле. Разве не ты, разве не я самая лучшая? Разве не ты же вполне самая лучшая на земле. Разве не ты, разве не я самая лучшая? Մենք վերադարձանք և այսքան խոսեցինք թատրոնի մասին ու հիմա էլ շարունակելու ենք խոսել դերերի մասին։ Դիմավորեք մեր այսօրվա հյուրին, տաղանդավոր դերասան Սամվել Թոփալյանին։ Ներս արի։ Любимый, остановишь это насилие. Прямо скажи мне, где мы закрыли. Բարի երեկո և բարի գալուստ ներս, Սամվել ջան, շատ ուրախ եմ քեզ տեսնել ներսում, շատ շնորհակալ եմ, որ ներսում ես, ոնց ես։ Լավ, շատ լավ, ներսում։ Այսպես։ Հրաշալի։ Երաժշտության ընթացքում ասացի, որ ես եմ պատրաստել կոկտեյլը։ Շատ համեղ է։ Շատ ուրախ կլինեմ, եթե զրույցի ընթացքում վայելես ու մանավանդ վինինդեմ կոնյակի հիմքով է այն։ Չեմ ուզում շատ գովել, բայց ինձ դուր է եկել։ Սամվել, դու բազմաթիվ դերեր ունես և թատրոնում, և կինոյում ու քո այս տասնյակ տարիների գործունեության ընթացքում ինձ շատ հետաքրքիր է, որն է քո ամենահիշարժան դերը քո համար և ինչու։ Չեմ ուզում առանձնացնել, անկեղծ ասած, որովհետև արդեն մոտ 20 տարի է ես բեմում եմ, չգիտեմ, էկրանին եմ ու ամեն ժամանակահատված իր, այսպես ասած, հետաքրքրություններ ուներ։ Այդ
հատվածի իմ դերը այդ տարիքի մեջ, հետո ավելի մի քիչ ավելի հասուն, այսինքն չեմ ուզում ինչ-որ առանձնացնել, մեկը կարևորել, մյուսը ավելի թույլատրել, ինձ հարազատ են եղել այն բոլոր դերերը, որ փորձել եմ հնարավորինս իմ հնարավորությունների սահմանում լավ ներկայացնել, ու երևի ամեն մեկը այդպես իր հստակ տեղը ու դիրքը ունի իմ կյանքում։ Շատ 24 թվականին դու ներկայացրեցիր 8000 կիլոմետր մոնոներկայացումը, որը հիմնված էր Արևմտյան Հայաստան քո կատարած ճանապարհորդության վրա, ու ինձ հետաքրքիր է ինչ հույզեր ու փորձառություններ դու ունեցար այդ ճանապարհորդության վրա, ու արդյոք ներկայացումը միայն պատմական հիշողությունների մասին է, թե ավելի ինքնաճանաչման, ինքդ դեպի քեզ վերադառնալու, ինչ ես ուզեցել պատմել ու ինչից ես ոգեշնչվել։ Բնականաբար ֆանտաստիկ ճամփորդություն էր, դա դեպքերով, իրադարձություններով, զավեշտալի իրադարձություններով, վտանգավոր իրադարձություններով շատ լեցուն ճամփորդություն էր ու այդ ամեն ինչի մեջ նաև զգայական ինչ-որ ճանապարհ էր, որը շատ հաճախ ես այնտեղ մինչև լինել այդ հարցերի մասին չէի մտածում կամ ուրիշ կերպ էի վերաբերում, բայց երբ դու ոտք ես դնում այդ հողի վրա, չգիտեմ, քո աչքով ես տեսնում այդ ավերակ եկեղեցին կամ բերդը կամ հուշարձանը լրիվ ուրիշ էներգետիկա է, լրիվ ուրիշ զգացողություններ է, իհարկե խառը զգացողություններ ու այդ ճանապարհորդությունը միջալոց 6 տարի առաջ էր ու այդ զգացողությունները երևի պիտի կուտակվեին անկախ ինձնից, որովհետև չեմ ֆիքսվել դա մոնոներկայացում դարձնելու նպատակ, այսպես ասած չի եղել, բայց մեկ էլ 6 տարի անց ինչ-որ բան արթնացա, որ ես պիտի պատմեմ այն ինչ որ զգացի, ինչ որ տեսա, ինչ որ շոշափեցի, այն ինչ ինձ համար ել ավելի թանկ դարձավ, ել ավելի կարևոր դարձավ ու շատ կուզեմ, որ այդ ինչը ինձ համար կարևոր է դարձել, ես իմ որդուն պատմեմ, չգիտեմ, երիտասարդներին պատմեմ, մարդկանց պատմեմ, որովհետև կարծում եմ իմ գործը հենց այդ պատմելն է, ասեցի ու հիշեցի Սարոյանի ինձ համար շատ ֆանտաստիկ մի ֆրազա, ասում է ես գրում եմ, որ հիշեցնեմ, դուք կարդում եք, որ չմոռանաք։ Հիմա այս նույն պրինցիպով ես ուզում եմ հիշեցնել, պատմել այն, ինչ որ շատ հաճախ էս կենցաղային մի խոսքով էս կենցաղի մեջ մենք մոռանում ենք։ Իսկ կարծում եմ մեր մասնագիտությունը, մեր դերը նրանումն է, որ հիշեցնենք, արթնացնենք, որովհետև շատ հաճախ մոռացվում են շատ կարևոր երևույթներ ու այդպես էլ մոռացության ենք տալիս։ Այսքանը եթե կարողացա, եթե քո տոհմածառով գնանք, արմատներով որտեղ ես։ Իմ հորական պապը եւ տատը Սեբաստիայից են, Սվազ քաղաքից, ու նաեւ այդ մանուկ հասակում ինչ պատմությունները որ պատմել էր տատս, հիշում է ինչ որ հատված, ինչ որ մոռացել էի, ես այդ ամեն ինչը արդեն այդ հողի վրա, այդ ճանապարհներին էի պատկերացնում, թե ինչ ա տեսել տատս, ինչ ա տեսել պապս, ինչ են զգացել, ինչ են թողել, ինչ են կորցրել։ Իսկ փորձեցիր ինչ-որ բան գտնել, չգիտեմ, ինչ ցավոք սրտի հենց իմ տատիկի ու պապիկի ծննդավայրում չեղանք մենք։ Պատճառն էլ այն էր, որ մենք պատտվում էինք այն տարածքներով, որտեղ հայկական ինչ-որ բան պահպանվել է, որպեսզի նկարենք, պատմենք այդ կոթողի մասին, եկեղեցու մասին։ Ցավոք սրտի շատ տարածքներում հայկականություն էլ չկա։ Հետք չկա հայկական։ Այդ շատ ցավալի է իրականում, բայց վերադառնանք մոնոներկայացմանը եւ էսամից մարտին արդեն հասցրել ես 17-ին եւ 23-ին խաղալ, մարտիկ ովքեր հետաքրքրված են ապրիլի խաղացանկով։ Ցավոք սրտի դեռ ապրիլի չեմ որոշել, քանի որ ապրիլի 20-ին ես մեկնում եմ Միացյալ Նահանգներ ու հենց այս ներկայացումն եմ տանում, ում քիչ ժամանակային առումով շատ խառն եմ, բայց կուզեմ մինչեւ գնալս անպայման խաղամ, որովհետեւ մեկ-մեկ այնպիսի արձագանքներ ա լինում, որ դու այսպես ասած ավելի վստահություն ես ներքուս ձեռք բերում, որ քո արածը ուրեմն իզուր չի, քո արածը ուրեմն պետք է ու ժամանակին է, տեղին է։ Այսպես ասեմ, նույնիսկ եթե այդ զգայական դաշտը ճանապարհորդությունից հանենք, դա կլիներ ուղղակի ճամփորդություն։ Չգիտեմ, հռոմով ճամփորդել կամ, բայց այստեղ շատ կարևոր է այն կապը, այն արմատը, որը շատ ուղղակիորեն տեսնում ես, չգիտեմ, արդեն 100 տարուց ծավել այնտեղ հայ չի ապրում, բայց դու զգում ես դա, դու տեսնում ես նույնիսկ դա։ Այսինքն բացարձակ օտար ոչ մի բան չկա։ Ու ես իմ նպատակ այս ներկայացումով, այսպես ասեմ, այնտեղ տեքստ ունեմ, լավ, այդ ներկայացումից մի փոքր որ մենք այնտեղ ենք համարյա ամեն օր, քանի դեռ մեր մեջ պահում ենք երգ, հիշողություն, իսկ երգը ինքը ուղղակի
այսպես ասած ուրախանալու կամ մեղեդի չի, ինքը կոդ ունի իր մեջ, ինքը ասելիք ունի, ինքը խոսքով հստակ հիմք ունեցող, եթե իհարկե այն երգի մասին ենք խոսում, որը մենք հասկանում ենք։ Այդ երգը չեմ ուզում որ մարի, ու ինձ համար իմ ճամփորդությունն էլ մի նոր երգ դարձավ, որը ես եթե տատս էր ինձ երգում բարով եկար սիրուն կռունկ, ինչ լուր բերիր հայրենիք են, որպես օրորոցային։ Հիմա սա էլ այս երգը փոխանցում եմ իմ որդուն, որ ինքը որպես երգ կրի իր մեջ, որպես հուշ, որպես կոդ, որպես, չգիտեմ, արժեքավոր բան, որ ու երբեք չկորցնի։ Շարունակականության մասին է նաև փաստորեն կարող ենք սա ասել։ Սամվել, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում աշխատելը ինչպես է ձևավորել քո ստեղծագործական ուղի։ Ուրեմն ասեմ, որ նախ բարձրագույն թող չհնչի, ես կարծում եմ այն մարդիկ են հանդիսատեսով իսկապես ճանաչում են Հենրիկ Մալյանի թատրոնը, իմ ասածը բացարձակ վերամբարձ չի ընկալի, որ պատիվ է աշխատել Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, արդեն Հենրիկ Մալյան անունը ֆիքսում ենք ու հասկանում ենք ինչ արժեքներ, ինչ ճաշակ, ինչ մտածողություն, ինչա դրել այդ թատրոնի հիմքում ու Փառք Աստծո ի պատիվ Նարինե Մալյանի այդ արժեքները ուղղակիորեն են որ 100%-անոց պահպանվում են մինչև այսօր մասնագիտական առումով այդ նուրբ մանր դետալային աշխատանքը որպես բեմադրության ընթացք ես թրծվել եմ Նարինե Մալյանի այդ բացարձակ ճաշակի մտածողության խոսքով այդ մթնոլորտի մեջ ու շատ ուրախ եմ ու շատ բախտավոր եմ որ ես հայտնվեցի ինստիտուտս ավարտելուց հետո հայտնվեցի Հենրիկ Մալյանի անվան թատրոնում ու Փառք Աստծո լեփլեցուն ներկայացումներ դահլիճներ հանդիսատեսի դուրս գալը ներկայացումից հետո չգիտեմ որ ասում եմ բերանները չեն փակվում լիացած կտրված ինչ որ հույս արտնացած աչքերի մեջ տեսնում ես դա գնում են տուն ու դա մենակ այսպես ասեմ ես շնորհակալ եմ որ կամ այդ թատրոնում շփվում եմ իրենց հետ սովորում եմ անդադար ու այն ներկայացումների ու այն ճաշակն ու մակարդակն ենք բերում հանդիսատեսին հրամցնելու, որը ճիշտն է, որը իսկապես կարևոր է ու ասելիք ունի։ Ուղղակի, չգիտեմ, զվարճանք ու բան չի, ասելիք կա, ինչ որ հույս կա արտնացնող, բան թողող, այստեղ Եվ Մալյանը կարծես առանձին ոճաբանություն ունեցավ։ Լրիվ, իր ոճն ունի, իր մտածողությունը, իր ձևը, նաև խաղացանկը հիմնականում հայ հեղինակների Թումանյան, Սարոյան, Այվազյան, խոսքով այսպես հայգեկցի։ Խոսենք նաև Գոյի մասին ու ինձ հետաքրքիր է թե Գոյն ինչ նշանակություն ունեցավ քո կյանքում, որտեղ շատ ուղիղ կապ ունի քո վարպետի Արմեն Մազմանյանի հետ։ Երկու իրարից տարբեր թատրոն մտածողությամբ, ճաշակով, խաղացանկով, հեղինակներով Գոյը, ինչպես գիտեք, 80-ականների վերջ 90-ականներին Երևան բերեց աբսուրդ գրականությունը, Իոնեսկո, Բեքեթ, Ադամով, խոսքով լրիվ ուրիշ ճաշակ, լրիվ ուրիշ որակ, լրիվ ուրիշ մտածողություն, լրիվ ուրիշ գույն ու այդտեղ լրիվ քո մասնագիտության մի ուրիշ, այսպես ասած, մտածողության հետ ես առնչվում, այդ կրթությունն ես ստանում։ Իհարկե մենք սկսել ենք ինստիտուտից Արմեն Մազմանյանի ղեկավարությամբ, ցավոք վաղամեռիկ, ու այդ ճաշակը, այդ մտածողությունը իսկապես մեզ հետաքրքիր էր, իսկապես սովորական չէր, ավելի ուրիշ տեսանկյունից էր դիտվում թե քո մասնագիտությանը, թե ընդհանրապես հարցերին, որովհետև այնտեղ էլ ուրիշ հարցեր էին բարձրացվում, մարդու ունայնության, չգիտեմ, այս խառնաշփոթ այս իրավիճակի մասին։ Ու Գոյն ու Մալյանը ինձ համար այն տարբեր դարբնոցները դարձան, որտեղ ես այսպես աշակերտ մտա ու սկսեցի սովորել։ Ու մինչև հիմա սովորում եմ, ցավոք, իհարկե հասկացանք Գոյի գլխին ինչ բերեցին համապատասխան մարդիկ, բայց դե Աստված առաջ ես վստահ եմ որ ամեն ինչ լավ լինելու, որովհետև Գոյ թատրոնի կոլեկտիվը խումբը ցրված չի, մենք նոր ներկայացումներ ենք ու չեմ ուզում բարձրաձայնել հստակ ասելով անուն, հեղինակ, բայց մենք աշխատում ենք ու շատ շուտով բնականաբար կլսեք նոր ներկայացումների մասին։ Հրաշալի, ես սպասում եմ։ Ու շարունակելով դեռ խոսել թատրոնի քո գործունեության մասին, Սամվել, վերադառնանք մոնոներկայացմանը ու խոսենք ամեն դեպքում
բարդ աշխատանք եք տարել Արևմտյան Հայաստանում ձեր նկարման process-ները ու ոնց եք իրականացրել այդ ամեն ինչը, չգիտեմ, խնդիրներ չեն եղել տեղական որ գաղտնի ենք նկարել։ Ահա։ Գաղտնի, որովհետև ոչ մի դիվանագիտական հարաբերություններ չկա, որ այնտեղ թուղթը բան, չգիտեմ, ասեն, լավ, գնացեք նկարեք։ Գաղտնի, թաքուն, շատ տարօրինակ դեմքերի հանդիպեցինք, դեպքերի ականատես եղանք, չգիտեմ, Կարսում կլիներ, Վանում կլիներ, Բայազեթում կլիներ, ավտոմատներով պարկեցնել գետին, ստուգել, ինչ որ մի պահին, բայց մենք, այսպես ասած, կներեք բառս համար պլստում էինք։ Ու բախտի հարց կար, բախտի հարց կար, թե նախախնամություն կար ու այսպես ասած այդ փորձանքների մեջից մենք տենց նորմալ դուրս եկանք ու եկանք հասանք մեր տուն։ Շատ հաճախ իհարկե նաև արդեն որ այդ բանի մեջ էր անդադար որ գաղտնի է, անդադար ով է, ինչ է, ու հետո ենք մենք ֆիքսել ինչերի միջով ենք անցել։ Մի փոքր դեպք պատմեմ, պիտի նկարենք Թոնդրակլերը, որտեղ ներկայացման մեջ պատմում եմ, արդեն արևը մայր էր մտնում, ասեցինք մի քանի կադր հասցնենք մեր վարորդին, թուրք էր վարորդը, խնդրեցին կանգնեցին մայրուղու եզրին, որ նկարենք։ Մինչև հասան կամերան դրեցինք, պիտի նկարենք, մեկ է տեսնենք իրան կոտորում է վարորդը, շուտ եկեք, ինչ գործ ունենք անել, չեկեք։ Մի խոսքով եկանք, նստեցինք ու արագ պոկվեցինք այդտեղից։ Պարզվեց այդ նույն հատվածում բարձունքին եղել էր թուրքական ռազմաբազա։ Ու հաջորդ օրը հենց ինքը պատմեց վարորդը, որ լսել էր թուրքական հեռուստատեսությամբ նույն տեղում, որտեղ մենք կանգնած ենք եղել, պարսկական համարանիշներով երկու մեքենա են երկար կանգնել, մոտ 10 րոպեից ավել, ու անօթաչուներով երկուսին էլ խփել են։ Այսպիսի ինչ որ բաների միջով անցել ենք, բայց դու որ չգիտես, տեղյակ չես թե ինչ կարա լինի։ Այդ պահին այսպես է, բայց ինքը այնտեղ էր ու գիտեր ինչ էր կարա գլխներից գա, էլի։ Մի խոսքով էս այն պատառներով լիա նաև պատառիկներից մեկն էր, որ պատմեցի։ Լավ, գանք կինո աշխարհ քո գործունեության ընթացքում ու ես օրինակ հիշում եմ, որ ես քեզ սկսել եմ ճանաչել առաջին անգամ տեսել ու նախ շատ փոքր էր այդ տարիքում Խաչագողի հիշատակարանը ֆիլմում ու այդ իմ ամենասիրելի հայկական ֆիլմերից է մինչև այսօր, որովհետև այդտեղ ինձ համար ձեր երյակը ֆանտաստիկ լավ է աշխատել Հրաչ Հարությունյան, Հրաչ Քեշիշյան ու Սամվել Թոփալյան, շատ սիրում եմ ես այդ ֆիլմը, բայց ինձ նաև հիմա շատ հետաքրքիր է քո էմոցիաները ինչպիսին են եղել, նախ քանի տարեկան է իր ժամանակ, որովհետև շատ ես անկեղծ ասած մի քանի օր առաջ հաշվում 25 տարեկան էի։ Հիմա 41 արդեն անցել է բավական իմ առաջին գեղարվեստական ֆիլմներ որտեղ ես բացարձակ տեղյակ չէի բայց մինչև այսօր Մուրադի հետ լիքը դեպքերում քեզ ասոցացնում են այդ փաստով այդ շատ ստացված է այդ ամեն ինչը եղել ու ինձ համար իսկապես է մութ սենյակ էր բայց ուզեցի փորձեցի երևի Հրաչը նաև Քեշիշյան վստահեց որ ես քայլեմ ու ինչ որտեղ պիտի հասնեմ ու կարծում եմ ստացվեց ոչ թե իմ շնորհիվ, ինչպես ասեցի, համատեղ աշխատանքի շնորհիվ, որովհետև ինձ համար նաև դա ուսման process էր։ Ու դե ունեցանք ֆիլմը, որը կարծում եմ մինչև հիմա նայում են ու միշտ համենայն դեպս լավ ու դրական գնահատականներ եմ լսում։ Վստահաբար։ Ինձ դուր եկավ։ Դու ոնց ես քեզ այդ լավ է, ես էլ խմեմ։ Առասարակ քո զգացողություններն ինչպիսին են, երբ դու կինոյում ես ու երբ թատրոնում ես։ Ես անկեղծ ասած այդքան էլ չդարձրեցի կամ ես չդարձա կինոյինը կամ կինոն չկարողացա դարձնել։ Ես ինձ ավելի լավ, ավելի ազատ, ավելի տաք եմ զգում թատրոնում։ Չգիտեմ, նաև երևի տեսակի խնդիր կա, ոչ թե լավ ու վատի, չգիտեմ։ Ես այն տեսա, այնտեղ ինձ համար կոմֆորտ գտա, թատրոնում նկատի ունեմ ու ես մինչև հիմա էլ հաճույքով աշխատում եմ։ Իհարկե, եթե լավ ֆիլմեր առաջարկվի, բնականաբար այնպես չի որ ոչ էս չի էլ։ Դե շարունակենք ուրեմն խոսել թատրոնի մասին, խոսենք առաքել ներկայացման մասին եւ քո Հրանտ Թոխատյանի համագործակցության մասին։ Առասարակ ոնց ստեղծվեց այս ամենը։ Արթուրը Սահակյան մի օր ասեց, որ մի հատ կգաս փորձի արագ չէ, բան պիտի փորձենք։ Մի խոսքով մի քանի հոգու առաջարկվել էր այդ դերը, հետո այնպես ստացվեց, որ ինձ ընտրեցին
ու էլի սկսվեց շատ հետաքրքիր, շատ տաք, շատ ջերմ, որովհետև Արթուր Սահակյանի ու Հրանտ Թոխատյանի հետ աշխատել ուղղակի երանելության է, որովհետև մարդկային տեսակի բան կա, հարց կա, որտեղ դու նաև այդ տարիքը անընդհատ քո կողմից վերաբերմունքը տարիքի, վաստակի կա, բայց իրենք ամեն ինչ անում են, որ ամեն ինչ օքեյ է, ամեն ինչ լավ է, մենք հասակակիցներ ենք, մի խոսքով շատ հետաքրքիր process ունեցանք, ու ներկայացումն էլ կարծում եմ իր ասելիքով ու ժամանակի առումով տեղին էր, ճիշտ էր, Աստված առաջ, ես կարծում եմ մենք շուտով կվերականգնենք ու էլի հանդիսատեսի դատում ներկայացումը Աստված առաջ։ Այո, դա հրաշալի կլինի, բայց շարունակելով խոսել առաքել ներկայացման մասին, ուզում եմ խոսենք ուղերձի մասին ու որը փոխանցվում է հանդիսատեսին ու ոնց է դա արտացոլվում այսօրվա մեր կյանքում, մեր ժամանակներում։ Գիտեք ինչ, բոլորս գիտենք, այսինքն նորություն չի, որ ասեմ, մենք ինչ որ թևաթափ, հուսալքված, ոչ մի լույս չտեսնելու այս ռիթմով, այս տեսանկյունից ենք ապրում։ Բայց ես կարծում եմ, չգիտեմ, ամենածանր իրավիճակում էլ պիտի հույսը չկտրել ու վստահ ամենածանր իրավիճակում էլ ելք կա ու ներկայացման ուղերձը հենց դրա մեջ էր։ Այսինքն գտնես այն լույսը ու դա կա, ուղղակի քո գտնելու կամ չգտնելու մեջ է թաքնված։ Իսկ եթե շատ ուզես, վստահ կգտնես։ Ու աշխատես, մեջքդ ուղղես, քեզ համոզես, որ ամեն ինչ արժևում է դեռ, ամեն ինչ լավ է լինելու ու վստահ այդպես էլ կլինի, որովհետև հուսալքված մարդը էլ ելք չունի, միայն պարտությունն է, միայն կորուստն է, բայց հույս որ արտանում ես, այսինքն գոնե լինելու կամ չլինելու մեջ ինչ-որ ընտրություն կա ու դու ընտրում ես լինելը։ Այս սրա մասին էր առաքել ներկայացման ուղերձը, որ պիտի ոտքի կանգնենք, պիտի պայքարենք, պիտի կռիվ տանք, նախ ինքներս մեր մեջ, մեզ հետ, մեզ առողջացնենք, մեզ ամեն մեկս մեզ ոտքի կանգնեցնենք ու եթե մեկ բոլորս ազար միլիոն ու հուսանք որ կգա այդ օրը, ես իսկապես մեծ գալու է այդ օրը Սամվել եւ տես դու եւ դերասան ես եւ մարտով նաեւ ֆիլմերի կրկնօրինակում է անում, որը էլի շատ բարդ դերասանական աշխատանք է հենց իրենից ենթադրում։ Ոնց է այս փորձը ազդել արդեն քո դերասանական կարիերայի վրա, ոնց է կարողացել սա քեզ օգնել հետո բեմում ու կադրում։ Չգիտեմ, ինչ որ ազդեցություն թողել է թե չէ, որովհետեւ չեմ ֆիքսվել դրա վրա, բայց ինձ համար ինքը ուրիշ աշխատանք է։ Այսինքն բեմից, էկրանից զատ ուրիշ լրիվ աշխատանք է, որտեղ քո մասնակցությունը ընդհանրապես ձայնով է, ու դու պիտի շատ փորձես չխանգարել նախ եւ առաջ, քեզնով չծածկել քո ձայնը, որովհետեւ արդեն խաղացած կերպարը, չգիտեմ, դա կլինի գեղարվեստական ֆիլմ թե մուլտֆիլմ, արդեն կա, ֆիքսած կա, դու ընդհանրապես պիտի բալանսի բերես քո ձայնով, քո ձայնի տեմբրով, ինտոնացիաներով, որպեսզի չխանգարես հանդիսատեսին։ Չեմ ասում չոր կոպիտ ինֆորմացիոն տեքստ, բայց նաև այն սահման գոյություն ունի, այսինքն կամ այն կողմ պիտի չանցնես, կամ շատ այդ սահմանից ներքև պիտի չլինես։ Շատ նուրբ գիծա, որով պիտի կարողանաս ճիշտ քայլել։ Հեշտակ ես տրվում։ Դե ես արդեն մոտ 20 տարուց ավել, այսպես ասած, փորձ ունեմ, իմիջիայլոց ասեմ, հիմա եմ այդ 20 տարի հետո եմ ավելի կոպիտ ասած եմ որ մեջը փորձում եմ էլի չնայած բաներ գտնել, ինչ որտեղ հաջողվում է, ինչ որտեղ չի ստացվում, բայց դա էլ է անընդմեջ անդադար աշխատանք։ Այսինքն այնպես չի, վերջ, ես արդեն հենց այս վիճակ ունեցա, ուրեմն մի բան արդեն այն չի։ Հա, ու ես շատ սիրում եմ հայկական կրկնօրինակումը առհասարակ, ու նաև քո ձայնն էլ էլի եղել է իմ այն պատանեկության ձայներից, երբ ես նայել եմ հայկական կրկնօրինակման ֆիլմ ու ականջիս արդեն միշտ սովոր է եղել, հետո երբ մեծացել եմ կան նույնիսկ ֆիլմեր, որ նայել եմ օրիգինալով, հետո մի րոպե հենց փորձել եմ գտնել հետո մի ձև եւ այլն, ու մի քանի օր խոսեցինք այս մասին, հիմա նաև ուզում եմ էլի նշել, որ էլի իմ հայկական սիրելի ձայներից ու արտիստներից խոսենք Արա Դեղտրիկյանի մասին, շատ ցավում եմ, բոլորովին վերջերս տեղի ունեցավ, իմացանք լուրի մասին, լավ արտիստ, շատ լավ մարդ, շատ լավ օրեր ենք ապրել, ուրախ, վստահաբար, իսկապես, այո, բոլորիս համար,
Խաղաղություն օգուն Արա Դեղտրիկյանի ու հիշեցի, որ էլի իմ մանկության ամենասիրելի ձայներից մեկը, լավագույն մուլտերը, որ ես նայել եմ, լսել եմ Արա Դեղտրիկյանի ձայնով։ Սամվել, մենք արդեն խոսեցինք թատրոնի ու կինոյի մասին, տարբերությունների, որտեղ ես դու քեզ լավ զգում, բայց ամեն դեպքում մենք քեզ տեսնում ենք շատ ակտիվ գործունեությամբ եւ թատրոնում եւ էկրանին, կոնե այսպես ասեմ, եթե չասեմ կինոյում այս շրջանում։ Ոնց ես հասցնում համատեղել, որտեղ թատրոնը ինքնին շատ ժամանակատար է, բայց նկարանումները եւս պրոբլեմատիկ են ու ժամանակատար։ Գիտեք, ես էլի եմ ասել, ես հասկացա, որ ինչքան շատ եմ զբաղված, այնքան հասցնում եմ։ Ես մոտ իսկապես 7-8 տեղ եմ աշխատում, թատրոններ, պոեզիայի երեկոներ, նկարահանումներ, ձայնագրություններ տարբեր հեռուստաընկերություններում, նաև առանձին գովազդներ կարդալ, Թատերական ինստիտուտում Նարինե Մալյանը կուրս ունի, այնտեղ դերասանի վարպետության դասախոս, բայց ես այդ ռիթմը արդեն երևի 10-15 տարի ունեմ իմ մեջ, դեռ օքեյ որ դիմանում եմ այդ ռիթմին, ու չգիտեմ, ես նախ չեմ սիրում ինչ-որ հստակություն, որ առավոտ 9-ին ես գնամ աշխատանքի, երեկոյան 6-ին աշխատանքս վերջացավ, չգիտեմ, գամ տուն։ Իմ պիտի վազվզեմ, չեմ կարող ասենք նույն սեղանի մոտ նստել ժամերով։ Այստեղից այնտեղ էդ է իմը, իմ ներսի շարժը պիտի շատ լինի։ Հա։ Դրա համար երևի կարողանում եմ ձգել, այսպես ասած։ Մենք քեզ ավելի հաճախ տեսնում ենք դրամատիկ դերերում, բայց ինչ կասես նաև կատակերգական կերպարների մասին, կամ գուցե ես չեմ տեսել։ Ես խաղում եմ Մալյան թատրոնում էլ, ոնց ես քեզ զգում։ Շատ լավ, որովհետև մեր վարպետը ասում էր, որ չկան այդ ամպլուա ասվածը էլ գոյություն չունի 21-րդ դարում։ Դու եւ պիտի կատակերգակ լինես, եւ պիտի ողբերգակ լինես, եւ դրամատիկ դերասան լինես։ Համենայն դեպս փորձում եմ անել, թե ինչքանով է ստացվում, թող հանդիսատեսը դառնա։ Գանք նաև գործերին, որոնք դուք բեմականացնում եք, պիեսները, որոնք դուք ընտրում եք, հա, այդտեղ կան եւ քո խաղացանկում կան եւ դասական աշխատանքներ եւ ժամանակակից աշխատանքներ, որոնք բեմադրվել են, որոնք քեզ ավելի դժվար օրինակ վերլուծել, մարմնավորել ու ապրումակցել, չգիտեմ, Շեքսպիրի հերոսներին, թե օրինակ ժամանակակից որևէ պիեսի հետ։ Գիտեք, դժվարի ու հեշտի հարցը չի, այստեղ ինձ ուրիշ կողմից նայեմ այդ ժամանակակից ասված գործերին կամ դերերին, շատ հաճախ, գիտեք ինչ, այնքան ժամանակակից ինչ-որ խնդիրներ է, որ բարձրացվում, այնքան մակերեսային, այնքան ոչ առողջ նույնիսկ խնդիրները առաջ բերվում, որը ես այդքան իմը չի, ես չեմ ընկալում դա։ Այսինքն մարդու ոչ թե ներքին խնդիրներն է, ավելի շատ արտաքին ինչ-որ բան բերած դարձրած խնդիր, որ իսկապես խնդիր էլ չի, բայց դա արհեստականորեն մեծացրած սարքած ինչ-որ բան ու ժամերով տենց զրուցում են կամ վիճում են այդ հարցի շուրջ։ Այդ դերերը ինձ այդքան էլ հետաքրքիր չեն։ Ինձ հետաքրքիր է մարդու մասին, մարդու համար գրված մարդու ներքին աշխարհի հարաբերությունը, փնտրտուքների դիմացինի հետ հարաբերություններ, այդ կերպարներն են ինձ ավելի հոգեարազատ։ Լավ, ես դեռ շատ հարցեր ունեմ, բայց մենք դեռ պիտի հասցնենք խաղալ միասին, բայց դրա համար ուզում եմ ամեն դեպքում հասցնել ու հարցնել քեզ, թատրոնում քո պատմությունը իսկապես շատ հարուստ է ու ինձ հետաքրքիր է քո տեսանկյունից այսօրվա թատրոնը վերջին տարիներին ինչ փոփոխությունների է ենթարկվել ու ինչպիսիք կուզեիր դու տեսնել, որոնք տեղի չեն ունեցել դեռ։ Ինձ համար ցավոք, այսպես ասած, վատ առումով եմ ասում, ինձ համար, մեկը կարող է ընդունում, մեկը չէ։ Թատրոնը եկել է տեխնիկան, եկել է ֆորման առաջին պլան։ Ու շատ հաճախ հետ է մղվում այն բովանդակությունը, ներքին են հույզերը, հենց կոնկրետ մարդկային հույզերը, ավելի շատ ինչ-որ արտաքին զարմացնելու, աչք շոյող ինչ-որ ֆոկուսներ անելու, դուրս գալու կամ զարմացնելու, դուրս գալու այդ ինչ-որ բանա շերտ է մտել, որը ես չեմ ընկալում, որովհետև այստեղ պիտի ինչ-որ բան լցրած տանես, էլի, ոչ թե այդ զարմանքը, որովհետև անդադար կարող ենք տեսնել, չգիտեմ, մտնենք YouTube-ել կտեսնենք, հազարած շոուներ կան, ինձ պետք է որ ես բան վերցնեմ։ Հոգին լիքը լինի։ Հա։ Ոնց հասկացաք։ Հա։
Միանշանակ 50 կարծիքդ, բայց մի հարց էլ պիտի տամ, որտեղ այսքան խոսեցինք քեզնից, նաև պիտի խոսենք ընտանիքիդ մասին, ու ինձ հետաքրքիր է առհասարակ ոնց է ընտանիքդ ազդում քո ստեղծագործական որոշումների վրա, քո կինը Սոնան Դավթյանով մասնագիտությամբ սոցիոլոգ է, ոնց եք դուք կարողանում ինչ որտեղ զուգահեռել ձեր տարբեր մասնագիտությունները։ Այս դեպքում երևի ավելի հեշտ է, որ տարբեր մասնագիտությունները, չնայած ինքը նաև կա, ընդհանուր գծեր կան, որովհետև բարադասավանդում երեխաներին, այսինքն այս ամեն ինչի մեջ է, այնպես չի, որ սոցիոլոգ է առաջին այդ եկած էմոցիայի մեջ չի, ինքը շատ ուղղակիորեն կապ ունի իմ մասնագիտության մեր դաշտի հետ մի խոսքով։ Այսպես ասեմ, քանի որ չեմ զգացել ոչ խնդիր առաջանա, չեմ էր ֆիքսվել դրա վրա, այսինքն ինքը շատ հեշտ, հարթ ընտանիք ու աշխատանք համագործակցությունը ամենայն դեպս փառքաստու ստացվում է ներդաշնակ։ Հրաշալի։ Լավ, ես հիմա չեմ ուզում քեզ Արցախ տանել, որտեղ մենք դեռ մի հետաքրքիր խաղ ունենք, բայց որի մասին եւ քեզ եւ հեռուստադիտողին կասեմ կարճ դադարից հետո գնացինք։ Սամվել Թոփալյանի հետ մեր զրույցը դեռ չի ավարտվել, բայց հիմա փոքր դադար։ Դադարից հետո ձեզ սպասվում է բանաստեղծական զեղում սիրո, կյանքի եւ մեր մասին։ Բարի գալուս ներսերի գիշերային շոու, մենք շարունակում ենք մեր երեկոյի ամենառոմանտիկ հատվածին ենք հասել եւ այս երեկո մեր բեմում Սամվել Թոփալյանն է։ Սամվել, ամեն ինչ շատ պարզ է, մենք ունենք քեզ համար առանձնացված անտիպոեզիա, որը ընթերցելիս ես քեզ կտամ հրահանգներ ու դու պիտի փոխես քո էմոցիոնալ ֆոնը շարժալու ընթացքում։ Համեցիր արդեն տեսնում ես մենք ունենք ընթերցման հատվածը առանձին։ Ես փորձելու եմ քեզ ուղղակի խանգարել ընթացքում, շատ լավ։ Արդեն մենք ունենք այդտեղ առանձնացված նաև տեքստը, բանաստեղծությունը, սա երկարի բանաստեղծությունն է, որի ընթացքում ընթերցելիս ես արդեն նշեցի, որ քեզ պիտի խանգարեմ ու ամեն ինչ անեմ, որ չստացվի։ Սա անտիպոեզիա ժանրում է եւ խաղը մենք անվանել ենք Զանգեմ։ Զանգեմ ասեմ, որ ագրեսիվ, դողացող ու անադեկվատ վարքով։ Ու պրծ։ Ասեմ, որ կամ դու ես, կամ դու ես։ Ասեմ, որ մերս ու հերս ես։ Ասեմ, որ մարմինս արաղով շփողն ես։ Հուսահատ, թուլակամ ու լացկան տրամադրությամբ։ Ու տնից ես։ Ընտանիքի հոտ բերողը։ Զանգեմ ու հեռախոսի լարերով գործած մի ծածկոց գցեմ վրատ։ Զանգեմ ու խոսելու փոխարեն գրեմ մարմնիդ վրա։ Ուրախ, հարբած ու անադեկվատ։ Գրեմ, որ դու եզրն ես ու որ քո վրայից կարելի է նետվել ներքև ու չմեռնել։ Որ քո վրա կարելի է բարձրանալ ու հասնել։ Դու հասունությունն ես երիտասարդների ու մանկությունը երեխաների։ Կարթը այնպես ինչպես ուզում ես։ Դու ծնողներից ծերությունն ես ու անծանոթների օտարությունը, դու մտերիմն ես մտերիմներից ու վարիչը հոգեբուժարանից։ Դու կեղտն ես իմ հագուստի, բնավորությունն ու ամփոփությունը դու իմն ես ու ես կարկաչում եմ դեպի քեզ հետ այսու։ Ներսում այսօր Սամվել Թոփալյանն էր, Սամվել շնորհակալ եմ շատ, ներս պատմեցիր քո հրաշալի պատմությունները, փոխանցեցիր մեզ քո դրական էներգիան։ Մաղթում եմ քեզ Միացյալ Նահանգների հյուրախաղերում լեփլեցուն դահլիճներ, Հայաստանում ամենուր լեփլեցուն դահլիճներ ու սպասում քեզնից նոր ներկայացումների ու ֆիլմերի։ Շնորհակալ եմ մի անգամ էլ։ Այսքանն այսօրվա համար եւ չմոռանաք, որ կյանքն ու թատրոնը շարունակվում են։ Սա Ներսարի գիշերային շոուն էր, մնացեք բարով, կհանդիպենք շատ շուտով։ Բարի գիշեր։ Ari, nazit mernem,
Սիրելի